Երրորդ շաբաթն է պատերազմի Իրանի դեմ։ Իրանի պատասխանը իսրայելա-ամերիկյան հարվածներին կարելի է համարժեք համարել։ Այո, իհարկե համարժեք է, բայց պետք է հասկանալ, որ ի սկզբանե երկու կողմերը տարբեր պատերազմներ են տարել։ Դες կարելի է ասել, որ հիմա մի պատերազմի ընթացքում 3 հատ պատերազմ է գնում։ Առաջի պատերազմը դա Միացյալ Նահանգները Իրանի դեմ, եւ այդ պատերազմը անց է կացվում, կարելի ասել դասական մեթոդներով Միացյալ Նահանգների ռազմական ռազմավարության կողմից օդային արշավ է, օդային ռազմավարական արշավ է, որի նպատակները վաղուց ձևավորված են, առաջին առաջնորդողներին ոչնչացնել, ենթակառուցվածքները եւ այլ։ Միացյալ Նահանգները տանում են կլասիկ իրանց համար պատերազմ։ Իսրայելը ունի իր նպատակները, եւ Իսրայելը այդ պատերազմում եւ Միացյալ Նահանգների նպատակներն է ոչնչացնել ենթակառուցվածքները եւ հասնել ռեժիմի փոփոխման, ասենք, այդքան հայտարարել։ Իսրայելը ուրիշ պատերազմ է տանում։ Իսրայելի համար դա ինքը Իրանին ձևավորում է որպես գոյատևական ռազմական սպառնալիք եւ մտադիր է ոչնչացնել Իրանին ինչքան կարելի է շատ իր ենթակառուցվածքները, ռազմական ներուժը եւ ազգային ներուժի ոչնչացումը, որ կարողանա մի 20-30 տարի հետ շպրտի Իրանին վատագույն սցենարում, լավագույն սցենարում հասնել դրան, որ Իրանը որպես երկիր ոչնչացում է, կոլապսի է հասնում քաղաքացիական պատերազմը։ Այսինքն Իսրայելի եւ Ամերիկայի նպատակները նույնը չեն։ Նույնը չեն։ Եվ այստեղ Ինչու են միացել։ Այստեղ շատ մեծ դժվար հարց է, որը տալիս են ոչ մեկը չի կարողանում պատասխան գտնել, ավելի պարզ ասում եմ, այս պատերազմը ավելի շուտ Իսրայելի պատերազմն է։ Իսրայելն է սպառնալիքով կամ կաշառքով կամ ուրիշ ձևով համոզել Տրամփին մտնել պատերազմ, որը ամերիկյան ազգային շահերից, այո, Իրանը կարելի ասել սպառնալիք է, բայց բոլորը համաձայնում են, որ այդ սպառնալիքը հետաձգված սպառնալիք է, այսօրվա սպառնալիք չէ։ Եվ միայն պատասխանը, որը ողջամիտ գտնում են, դա Իսրայելի շահերն են։ Ամերիկյան ադմինիստրացիայում էլ այդ բակասությունը ասում են, ենթադրում են, ասածներն ասում են, բայց իրականում դա իրոք ավելի շուտ Իսրայելի պատերազմ է, ոչ թե Միացյալ Նահանգներին։ Եվ երրորդ կողմը դա Իրանն է, որը տանում է իր պատերազմը։ Եվ Իրանը գիտեր, որ այս պատերազմը ինքը լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում ինքը ոչ մի շանս չունի Իսրայելի Միացյալ Նահանգների դիմադրել ռազմական մեթոդներով, կլասիկ մեթոդներով, եւ ինքը ի սկզբանե պատրաստվում է անկանոն պատերազմի եւ անկանոն մեթոդներին։ То есть Իրանը ի սկզբանե գիտեր, որ եթե իրար հարվածում են ռազմական ոլորտում, Իրանը պատրաստվել է եւ հարձակվել է ոչ ռազմական դասական ոլորտում, Իրանը ավելի շուտ պատասխանել է տնտեսական, ֆինանսական ոլորտում։ Փակելով Արմուզդի առանցքը, ինքը փաստորեն հարված է հասցրել տնտեսության, ընդհանուր գլոբալ համաշխարհային տնտեսության։ Հետևանքը ակնառու է, այսօր 1 բարելը նավթի $111։ Եվ գազն է նույն ձևի բարձրացել այսօր, որովհետև Իսրայելը խփեց գազային հանքավայրերին, որը բոլորը հասկանում են, Իրանը պատասխանել Կատարին եւ քանդվեց նաեւ գազային ենթակառուցվածքը համաշխարհային, ոչ թե միայն տարածաշրջանային։ Դրա համար Իրանը պատրաստվել էր եւ հասկացել է, որ ինքը պիտի պատասխանի ուրիշ ոլորտում եւ Միացյալ Նահանգները Տրամփը պատրաստ չէին, որ կարող է այդպես տիրույթ ունենալ։ Հասկանում եք նվեր, բայց ճակետները ոնց ասեմ, զարմանալի է կամ անզարմանալի է, բոլոր Միացյալ Նահանգների նախագահները սկսած Ռեյգանից գիտեին համաշխարհային համակարգի խոցելությունը Իրանի կողմի, Օրմուզդի առանցքի կողմից։ Դրա համար Ռեյգանը չմտավ պատերազմի մեջ, բոլոր նախագահները գնահատելով սպառնալիքները եւ հետևանքները չէին մտնում պատերազմի մեջ։ Բայց Տրամփին Իսրայելը համոզվեց գնալ այդ ճանապարհով եւ հիմա եւ Միացյալ Նահանգներն են ստանում հետևանքները։ Եվ Իսրայելն է ստանում հետևանքները։ Իսրայելի համար կարճաժամկետ, եթե վերջին ժամանակներում 5-10 տարվա կտրվածքով ինքը հասել է բոլոր իր նպատակներին, կարող ավելին ստանալ։ Բայց Միացյալ Նահանգները, Իրանը, Մերձավոր Արևելքը, աշխարհը բոլորը կորցրել ենք։
Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին միասին հաշվարկենք այստեղ։ Ինչու՞ չի հաջողվում վերցնել Հորմուզը։ Դա անհնար է, անհնար է, նվեր։ Դու չես կարող կանոնական մեթոդներով վերցնել Հորմուզը, որովհետև այնտեղ շատ հեշտ կարելի է կազմակերպել անկանոն իրեգուլար պատերազմի մեթոդներով փակել այդ միջանցքը, որովհետև այստեղ աշխատում է ոչ թե այնքան ռազմական սպառնալիքը, ինչքան վախը կամպանիաների կողմից, մեկը երկուսը ճակետներով խփվեց, մնացածները չեն մոտենում, որովհետև ռիսկի գնահատում ինքան մեծ է, որ իրանք չեն ուզում մտածել, բիզնես ուրիշ ձև է մտածում։ Այսինքն Հորմուզի նեղուցի փակ պահելը Իրանի գլխավոր խաղակարգն է։ Գլխավոր խաղակարգն է, որը գալիս է աշխարհաքաղաքական որպես միջոց եւ աշխարհաքաղաքական գործոն, եւ նորից եմ կրկնում Միացյալ Նահանգների ռազմավարական միտքը եւ քաղաքական միտքը դա գիտե։ Ուղղակի Տրամպը այնքան սահմանափակ դուրս եկավ, կամ այնքան կաշառված դուրս եկավ, կամ ինչ որ լծակներ ունի Իսրայելը Միացյալ Նահանգների դեմ, որ ինքը օգտագործեց եւ Տրամպը չկարողացավ ասել ոչ։ Բայդենը, որին բոլորը մեղադրում են ոչ թե լավ նախագահ, բայց Բայդենը երկու անգամ դուրս է եկել այդ փակուղուց, երկու անգամ չի համաձայնվել մտնել պատերազմի մեջ։ Նետանյախուն չկարողացավ Բայդենին համոզել։ Բայդենին, Կլինտոնին, Ռեյգանին, Բուշին ոչ մեկը չկարողացավ, բայց Տրամպը արեց այն, ինչը չի կարելի անել եւ հիմա անհասկանալի վիճակ է Միացյալ Նահանգների համար, որովհետև երկարաժամկետ պատերազմ տանել այն ինտենսիվությամբ, որը այսօր տեղի է ունենում, Միացյալ Նահանգների ռազմաարդյունաբերական համալիրի վիճակի չէ։ Տրամպը շատ միանք հիմա հավաքել անորից։ Դրան պատրաստ չի նաև համաշխարհային տնտեսություն։ Համաշխարհային տնտեսությունը պատրաստ չի, ոչ մեկը պատրաստ չի։ Նորից եմ կրկնում, ինչքան ես նայում, այս բոլոր ռազմական գործողություններից հետևանքներից միայն օգտատերը դա Իսրայելն է։ Ուրիշ որևէ երկիր գտնել, որը օգուտ է ստացել։ Դե նավթից հիմա Ռուսաստանն էլ է շահում։ Ռուսաստանը ստացել է, բայց Ռուսաստանի համար նույն դա այդ կարճաժամկետ Ռուսաստանն է առաջինը։ Եթե վերցնում ես երկարաժամկետ, իհարկե Չինաստանն է երկրորդը։ Վերցնես, եթե հաշվարկնի անես, որովհետև այն ռազմամիջոցները, որը հիմա օգտագործում են Մերձավոր Արևելքում, որ սպառվում են, այդ ռազմամիջոցները չեն կարող օգտագործեն Չինաստանի դեմ, որովհետև բոլորը հասկանում են եւ գիտեն, որ հիմնական սպառնալիքը եւ ուղղությունը Միացյալ Նահանգների համար դա Չինաստանն է։ Եվ իրանց ռազմավարության մեջ իրանք հաղորդուց հայտարարել են, որ իրանք ուզում են դուրս գալ Մերձավոր Արևելքից, ուզում են դուրս գալ Եվրոպայից, որ կենտրոնանան Չինաստանի վրա, բայց կենտրոնանալու տեղ ավելի շուտ ստացվել է, որ իրանք իրենց ներուժը ստիպված են հավաքել եւ սպառել հիմա Մերձավոր Արևելքում Իսրայելի համար։ Դրա համար Միացյալ Նահանգները աշխարհը պարտվել են, ճակետներում արդեն կարելի է ասել, շահել է կարճարաժամկետ դա Իսրայելն է, բայց այդ կարճարաժամկետը, որովհետեւ վաղը թե ուշ խնդիրներ են առաջանալու, որովհետեւ Մերձավոր Արևելքի արաբական երկրներն են տուժվել, իրանց տնտեսությունն տուժվել, այն ոչ թե տպավորությունը, այն որ Մերձավոր Արևելքը կայուն է մոնարխիաները, որը կառուցել են, որտեղ կարելի է ներդրումներ անել, այդտեղ ամեն ինչ ապահով է, այդ ամեն ինչը հիմա ոչնչացվել է, փոշիացել է եւ գլոբալ բիզնես Դուբայի կհայտնվի։ Որ Դուբային կհարվածեն, Դուբայի անունը, Դուբայի գործողությունները կապված են կայունության հետ։ Կայունության վրա է կառուցված։ Այդ կայունությունը մի 3 շաբաթում փոշիացել է եւ դարձել է ոչինչ եւ արաբական երկրները իհարկե տուժվել են արդեն։ Նորից են բոլորը տուժված են։ Եվ մեզ համար հիմնական խնդիրն է արդյոք այդ տուժվածները Տրամպի դեմքին են նայում, թե ով պիտի լուծի այս հարցը։ Կարող ես նայես, չնայես, բայց Տրամպը չի լուծել։ Տրամպի խասյաթոնին ուղղակի դուրս կգա այդ պատերազմից, հայտարարի, որ նորից հաղթել է, բայց այդ խնդիրները կմնան։ Շատ է, մի շատ ուշագրավ բան է տեղի ունեցել, Իսրայելը հարվածել է Կասպյան նավատորմին։ Այո։ Ինչ հաշվարկով։ Ինչ կապ ունի այդ նավատորմը ընթացող պատերազմի։ Երկու հատ կարող է տարբերակն է, ավելի շուտ երկուսն աշխատել են։ Առաջինը զուտ ռազմական տրամաբանության մեջ Իսրայելը, Միացյալ Նահանգները փորձում են փակել սպասարկման ճանապարհները Ռուսաստանից Իրան, Կասպից ծովով, որ
պատերազմի սպասարկումը որպես կոմունիկացիոն լոգիստիկի խնդիր է լուծում։ Երկրորդը Իսրայելը կուզենա, որ պատերազմը լայնանա եւ Միացյալ Նահանգները չեմ կարող ասել, բայց Իսրայելը կուզենա երևի եւ պատերազմը լայնանում է եւ տարածվում է ասենք Ադրբեջանի տարածքի վրա եւ Ադրբեջանը ներքաշվում է պատերազմի մեջ, որ դրոնները խփել են Նախիջևանին, Ադրբեջանի նախագահն ինքան էմոցիոնալ փորձեց բառնել, բայց երևի Էրդողանը իրան կանգնեցրել, որ խելոք մնա, տեղը նստի, ներեցեք, այդ մի քիչ ուրիշ լեզվով խոսում, այդ քո պատերազմը չի, մեր պատերազմը չի, մի խառնի։ Բայց կուզենան ասենք, որ Ադրբեջանը խառնի պատերազմի մեջ, Թուրքիան խառնի պատերազմի մեջ, եւ դա մեկ համար իհարկե պետք է շատ Իսրայելը եւ հա, երբ պատերազմի մասշտաբները մեծանում են եւ այդ ժամանակ արդեն Իրանը չի կարողանալ դիմանալ։ Ավելի դժվար կլինի, եթե պատերազմի մեջ մտնի նաեւ Թուրքիան իր ներուժով հնարավորություններով, որովհետեւ եթե ուզում ես հասնել քո նպատակների ռեժիմը փոխես, դու պետք է ոտի հողի վրա ոտ ունենաս, պետք է բացի օդային կամպանիայից կազմակերպես նաեւ ցամաքային ներխուժում, բայց ցամաքային ներխուժման համար միայն մի պետություն ունի այնքան ներուժ եւ քանակ, դա Թուրքիան է։ Քուրդերը, մնացածները շատ փոքր են Իրանի համար, 10-20 հազար զորք, 90 միլիոնանոց ազգի դեմ, դա այն խաղակարտը չի, որը կարող անես խաղացնես, եթե Միացյալ Նահանգները իրոք Իսրայել ուզեն հասնեն ռեժիմի տապալման եւ ոչնչացման, իրանք պիտի խաղի մեջ մտցնեն Թուրքիան։